Բարևներ բոլորին, բարևներ իմ սիրելի հետևորդներին, նայեք ինչ գեղեցկություն եմ բերել վաճառքի, կախովի ծաղիկ է, կոչվում է բուդրա, նայեք ինչ հետաքրքիր տերևներ ունի, ինքը մնագալետնի է, ձմեռը նաև կարելի է տունը կախել։ Հիմա ձեզ ցույց տամ ինչպես են ծաղկել մեր գազանյաները, սիրելիներս, վերջապես նրանք ծաղկում են, սա իմ կաշկուն է, տնկել էի վիտրինայի համար, սա մեր մոտ Բակոպան է ամպելնի, նայեք ինչ գեղեցկություն է սիրելիներս, վայել եք ես գեղեցկությունը, գազանյաները վերջապես ծաղկում են, ամբողջ ծաղիկները ջերմոցից հանել են դուրս, ու այս գեղեցկությունը դրած է ամբողջը սեղանի վրա, նայեք ինչքան գեղեցիկ են, իրանք արև են սիրում, մեր մոտ էլ Մոսկվայում մի շաբաթ լավ արև է ժողովուրդ ջան և հրաշք ձևի ծաղկում են, առավոտյան բացվում է ծաղիկը, երեկոյան փակվում է, այստեղ պիտունյաներն են սիրուն ծաղկած և ցույց տամ գեորգինաներ են բերել սիրելիներս, նայեք ինչ գեղեցիկ են, այս տեսակի գեորգինաներ են բերել, գարշոկների մեջ են իրանք, կաշպաների, հլինեք դեղին ինչ հրաշք է, ամեն մի գույնը իրա գեղեցկությունն ունի, թեպետ ճաշակի նիգեր չկա, ամեն մարդ մի գույն է սիրում, նայեք ոսկին, հլես հրաշքին նայեք, ոնց որ վրձինով տերևները նկարած լինեն, սա էլ էս գույնը, սիրելիներս նայեք մեր կաշկոների շքեղությունը, հիշում եք միշտ ցույց եմ տվել ձեզ, ինչքան փոքր են եղել, նայեք ինչպես են մեծացել պիտունյաները, խելադարվելու չափ գեղեցկություն է մեզ մտիրում սիրելիներս, այստեղ ունեմ կոլյուս, նայեք ինչ գեղեցիկ են, նաև բերել ենք բիգոնյաներ, մեծ կաշկոների համար, վարդի նման, ունենք ագերատում, մենք ինքներս չենք աճեցրել ագերատումը, հաճախորդներ ունենք, որ շատ են սիրում, նայեք սիրելիներս, այս կաշկոն տնկել եմ իմ համար, տարբեր գույների գազանյաներ եմ ընտրել, ինչքան գեղեցիկ է և դրել եմ մեր մուտքի մոտ, նայեք ինչ գեղեցկություն է, նայեք այստեղ նոր կաշկոներ եմ առել ցերկերով, և ինքս մեջը նորից ծաղիկներ եմ տնկել, ամպելնի պիտունյան Բակոպայի հետ, դեռ նրանք փոքր են, դեռ կթողնենք, որ մեծանան, այստեղ բեգոնյաներ եմ տնկել դեղինը և սպիտակը, և այստեղ իմ բուն է նստած, բուն նույնպես արևից լիցքավորվում է և գիշերը լուսավորում է, այստեղ այս կաշկոները նայեք ինչ գեղեցիկ են, սիրելիներս, նայեք ինչ հրաշք տեսք են տալի մեր տարածքին, նայեք, շատերը գալիս են մեզ մոտ հաճախորդները ուղղակի էքսկուրսիայի, ասում են մտնում ենք ձեզ մոտ, էլ չենք ուզում ձեզ մոտից գնանք, նայեք նոր ծաղիկ ունենք, հեսա ձեզ ցույց կտամ, կաշկոներով բերել ենք, վաճառքի անունը չեմ հիշում ժողովուրդ ջան, թղթի մեջ է գրած անունը, այս տեսակի կաշկոներ են, նայեք կալիբրախոն ինձ սիրուն է սիրելիներս, դեղին կալիբրախոն, հլի նայեք հրաշք է, այստեղ ալիսուն եմ տնկել, էլի ես ցեպով կաշկոյի մեջ, սա նորից դեղին ռամաշկաներն են, սա վերնանը մեր, էլի առած վերած ծաղիկներից է, այստեղ նայեք, կալիբրախոն երկու գույնով է, նայեք ինչ գեղեցիկ են մեր ծաղիկները, սա էլ կալիբրախոն է, այստեղ էլ երկու գույն է, ահագին ծախել ենք, սրանք արդեն բերում ենք, սիրելիներս, համարյա մեր պիտունյաները վերջացել են, մենակ են
շատ մեծերն են, որ ցույց տվեցի, սրանք էլ են բերել, շատ փոքր են եղել, մեր մոտ աճում մեծանում են, մինչև հեսա հանգստյան օրերին, որպեսի պատրաստի կաշպոներ ունենամ վաճառքի, սա էլ առած բերած պիտունյաներից է, նայեք ինչ գեղեցիկ են, հələ նայեք մի հատ, գեղեցկություն, այստեղ բակոպանը, կաշպոյով, նայեք ինչ շքեղ մեծացել է, դդումներս է, նայեք, դդումի սատիլները ժողովուրդ, կոչում է սորտա անանասովի, ինքան համով դդումա չեք պատկերացնում, այս ամբողջ ծաղիկները բերել ենք դուրսը ժողովուրդ ջան, նոր ծաղիկ ունենք, արդեն ծաղկում է գարլանդյան է, ինքը ծաղկում է գերբերայի նման, այս տարի մենք ինքներս ենք աճացրել, ինքը շատ ջուր է սիրում, ինքը մնագալետնիկ է, բայց չգիտեմ, ձմեռ կդիմանա, ցրտին թե չէ, այստեղ էլ է ծաղկում, համ դեղինն ենք արել, համ էլ կարմիրը, նայեք ինչ գեղեցիկ է սիրելիներս։ Իսկ հիմա գնանք ջերմոց, ձեզ ցույց տամ, թե ոնց են մեծացել ելակներս։ Սիրելիներս, սա էլ վարունգի սատիլներն են, ջերմոցը ամբողջությամբ արդեն ազատել ենք, այսօր պետք է էուստոմաները դնենք գարշոկների մեջ արդեն, նայեք պամիդորներս ոնց են մեծացել չերիները, արդեն պամիդոր կա, նայեք արդեն պամիդոր ունեն պուտուրիկ, ծաղկել են, նայեք ոնց են մեծացել կաշպոների մեջ, ովքեր կվարծիրայում են ապրում, կարող են այսենց մեծ կաշպոների մեջ աճացնել չերիները, ժողովուրդ նայեք ելակներս ոնց են մեծացել, հələ նայեք, սորտը կլերին է, նայեք հրաշք բերք կա ելակներս վրա ժողովուրդ ջան, հիշում եք, որ ցույց տվեցի ելակները, սենց ճյուղերը կանգնած էին այս տեսակի, դե արդեն ծանրությունից նրանք կախվել են ժողովուրդ ջան, հələ նայեք, սալատ էի ցանել այս տեսակի պալետների մեջ, արդեն մեծանում են, դաժե այսօր վաճառել եմ, մի հատ պապիկ եկավ եւ գնել է սալատները, նայեք ելակներս, հələ նայեք մեծությունը ելակի, նենց անենք, թող հողի վրա չմնա, որ չնեխի, զիմլինիկաներս նայեք արդեն կարմրում են, շատ լավ սորտ է, քաղցր է շատ, լիքը բերք է դալի, զիմլինիկան, շատ բերքատու է ժողովուրդ ջան, բա այստեղ ելակները մի հատ նայեք, հələ այստեղ նայեք ժողովուրդ ջան, թողենք կարմրի նոր ուտենք, նենց անենք, որ հողի վրա չմնա, որպեսի չնեխի, այս էլ ելակները ժողովուրդ ջան, այստեղ արդեն նայեք փորել ենք, աշխատողներ ունենք, եկել են փորել են, պատոնները լրիվ հավաքել ենք ջերմոցի վերջում, թողնենք մի քիչ ոնց ենք ասում, հողը մի քիչ չորանա, սարավոտի և սկսենք վարունգ տնկել, պամիդոր տնկել, լոբի տնկել, ընթացքում ձեզ ցույց կտամ, թե ինչ աշխատանքներ են կատարում մենք։ Այսպես սիրելիներս, նայեք մեր ջերմոցը արդեն դատարկվել է, ծաղիկներ չկա, միայն թողել ենք վարունգները և չերի պամիդորները։ Եվ այսքանով սիրելիներս վերջացնեմ իմ այսօրվա վիդեոն, լավ եղեք, առողջ եղեք, մինչ նոր հանդիպում սիրելիներս բոլորիդ խաղաղ օր եմ մաղթում։